Լորի հեռուստաընկերության եթերում Impulse podcast-ն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Մովսես Խորենացի մեդալակիր բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիկ Զոհրաբյանին։ Առաջին հարցը, որ կուղղեմ ձեզ, պարոն Զոհրաբյան, այնտեղ կասեմ նաև ով եք դուք։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ահա, դուք միաժամանակ եւ դերասան եք, եւ դրամատուրգ, եւ հեքիաթագիր, եւ մշակութային կրթական բուհի մասնաճյուղի ղեկավար Վանաձորում, Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ղեկավարն եք։ Այս ամենը, ինչպես է կազմակերպվում ձեր ստեղծագործական կյանքը, չեն խանգարում մեկը մյուսին եւ ինչպես եք համատեղում։ Իհարկե այս բոլորը թելերով իրար հետ կապված են, տեսեք դրամատուրգիա, հեքիաթագրություն, թատրոն, բոլոր դեպքերում էլ մենք ստեղծում ենք կերպար, բնավորություն, կարող ենք օգտագործել ժանր, ենթաժանր, կառուցվածք, այսինքն դրանք թելերով կապված են։ Ինչ վերաբերում է արդեն բուհ ղեկավարելուն, դա ծառայություն է, որը շատ ժամանակ է խլում եւ դու որպես առաջնորդ այդ գործում պետք է ծառայես բոլոր այն խնդիրների լուծմանը, որ դրված է բուհի առջև։ Իսկ դրանք շատ են եւ պարտավոր են շուտապույտ լուծում գտնել։ Անկախ նրանից միջոցները կան թե ոչ։ Դուք ստեղծագործում եք երեխաների համար, ինձ միշտ անկեղծ ասած շատ դուր է գալիս, որ ունենք ժամանակակից հեքիաթագիր, որովհետև իրականության մեջ Հայաստանում ասենք, որ չունենք շատ կամ էլ շատ քիչ հեքիաթներ գրողներ կան, թերևս ես միայն ձեզ եմ այս պահին ճանաչում, հա, գուցե հետո էլի կան գրողներ։ Շատ լավ, երեխաների պահանջները այսօրվա 21-րդ դարի երեխաների պահանջները արդյոք նույնն են, ինչ 20-րդ դարում, ինչ Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, այ մեր մեծերը երբ գրում էին հեքիաթներ մեզ համար, որոնք են հիմիկվա երեխաների պահանջները նույնն են, թե թվային դարաշրջանում երեխաները այլ պահանջներ ունեն։ Գիտեք, որն է կարևորությունը հեքիաթ գրելու մեջ։ Ստեղծել այնպիսի հեքիաթ, որը եւ Թումանյանի ժամանակ հնչի, եւ հետո։ Այդպիսի մեծ արժեքներ ստեղծել են հենց իրենք, մեր իմ պաշտելի Հանճարեղ Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Աթաբեկ Խնկոյանը եւս հատկապես առակագրության մեջ։ Այո։ Այսօր դու եթե չլինես այս դարաշրջանի մարդ եւ դու չհետևես ինչ է կատարվում 21-րդ դարում, չհետևես երեխաներին, թեպետ ես այնքան էլ համամիտ չեմ, որ միայն երեխաների համար է հեքիաթը, որովհետեւ ինչպես գրականագետներն են ասում, դա ինձ համար մտածողության ձև է։ Ես այդպես եմ մտածում, աշխարհընկալումս այդպիսին է, եւ ամեն տարիք իր գիտակցության չափով կնկալի գործը, դրանք բազմաշերտ են։ Այսինքն կարելի է ասել, որ աշխարհը հեքիաթի պրիզմայով եք դիտում, դիտարկում աշխարհի երևույթները։ Գոնե հեքիաթում դու հաղթես չարին։ Շատ լավ։ Բայց ասեմ, գործեր ունեն, որտեղ որոշ բաներ մնում են անլուծելի։ Հատկապես այս նոր գիրքը, որ ընդամենը մի քանի օր առաջ է լույս տեսել, փետրվարի 30 վերնագրով։ Այդ մասին ես նախատեսել եմ խոսել, շնորհակալ եմ շատ։ Այդտեղ արդեն մի փոքր քաղաքական շերտել է հայտնվել։ Ես չեմ սիրում քաղաքականությունից խոսել։ Ես մտածում եմ, որ արվեստագետը իր արվեստի միջոցով պիտի լինի մասնակիցը քո երկրում ծավալվող իրադարձությունների, իհարկե դու պարտավոր ես որպես քաղաքացի քո դիրքորոշումն ունենալ։ Վերջերս անգամ մեր ուսանողների հետ էինք այդ քննարկում, թե ինչպիսին պիտի լինի արվեստագետը, նա պետք է անմիջական մասնակցություն ունենա քաղաքական իրադարձություններին, թե պիտի չեզոք լինի, թե պիտի իր արվեստի միջոցով լինի մասնակցությունը, թե պիտի անմիջական խոսի, եւ մենք բերեցինք տարբեր օրինակներ եւ հասկացանք, որ այնուամենայնիվ
դու պարտավոր ես լինել քո երկրի քաղաքացի, որը մտահոգ ու սրտացավ է քո երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ։ Առաջին գրքում Բյուրեղապակե մարդը շեդևր էր, երևի, չգիտեմ, կգերազանցեք արդյոք ինքներդ ձեզ, կա երկրորդ գրքում էլի մի գործ, որը բոլորինը լինի, եւ մեծերինը, եւ փոքրերինը, եւ թատրոններում բեմադրեն, եւ միջազգային հանրությունը սիրի, այդպիսի նոր գործ կա։ Շնորհակալ եմ գնահատանքի համար։ Ես հիմա չեմ կարող ասել, բայց այն գրականագետները, որոնք որ արդեն կարդացել են, կամ ամբողջությամբ կամ գոնե հեքիաթների մի մաս, ինչպիսին Գայանե Մալումյանն է, Կարեն Մանուչարյանը եւ այլոք, մեր Արքմենիկ Նիկողոսյանը խմբագիր, արդեն շատ դրական կարծիքներ եմ լսել եւ անգամ ասացին, որ գերազանցում է, չեմ կարող ասել, թող ընթերցողը դատի։ Ոնց է կոչվում գիրքը։ Փետրվարի 30։ Շատ լավ։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ 7-8 տարի տևեց, չէ՞, մինչև փետրվարի 30-ը։ Այո, 8 տարի։ Ձեր ստեղծագործական կյանքի օրացույցում։ Այո, 8 տարի, 8 հեքիաթ, եւ ես զարմանում եմ, որ ինչպես են շատ հաճախ այդպես գրքեր տպագրում, տարին մեկ գիրք, նախ դու տպագրվելուց հետո սպառվում ես, պետք է նորից հավաքես այդ նյութը եւ մինչեւ ասելիք չունենաս, պետք է չգրես։ Գանք թատրոն։ Թատրոնի դերասան եք, առաջատար դերասան, վերջերս հիացմունքով դիտեցի Չարենց ներկայացումը, որտեղ դուք մարմնավորել էիք շատ մի բացասական կերպար հայ ժողովրդի համար անընդունելի, չսիրելի, երբեմն ասում են նաև հայ ժողովրդի թալիաթը, հայ թալիաթը, դուք կերպար մարմնավորեցիք Մուղդուսու կերպարը, եւ ես մտածում էի այդքան ներքին բարության, հանդուրժողականության, այդքան աշխարհը սիրուն նայելու հեքիաթ գրող մարդը ինչպես կարող է մարմնավորել Մուղդուսի, բայց շատ լավ էր ստացվել, ո՞րն է գաղտնիքը։ Շնորհակալ եմ։ Դե գիտեք, ամեն մարդու մեջ եւ չարը կա եւ բարին կա, բայց դու որպես ստեղծագործող պիտի գտնես որն ես մատուցում։ Ես գրեթե գիտական աշխատանք էի տարել, ուսումնասիրել էի Մուղդուսու կյանքը, հանդիպելով անգամ արխիվի նախկին տնօրենին, պատմագիտական բազմաթիվ նյութեր եմ ուսումնասիրել, առհասարակ եթե պատմական դեր խաղում եմ, այդպես է իմ աշխատանքը։ Եվ հասկացա, որ այսօրվա հետ կան բազմաթիվ զուգադրումներ եւ իմ սիրելի խաղանկերները հաճախ են ասում ոնց են քեզ ատում այդ դերում չերևաց մեր աչքին հանդիսատեսներ շատ այսպես ատելությամբ դե փակերտներով բնականաբար կերպարի մասին է խոսքը բայց եթե կարողացել ես ատել տալ նշանակում է քո խնդիրը որոշակիորեն կարողացել ես լուծել որովհետեւ բացասական կերպարն է պիտի իր ասելիքը ունենա Այո, այստեղ պետք է հիշատակենք նաև Դավիթ Հարությունյանի հիանալի ռեժիսորական աշխատանքը։ Այո։ Եվ անգամ մեր ամբողջ խումբն է այդտեղ շատ հրաշալի խաղում եւ իդեպ առիթից օգտվելով ձեզ շնորհակալություն, որովհետեւ այնպիսի հետաքրքիր մեկնաբանություն գրեցիք սոցկայքերում, որ ես գիտեմ բազմաթիվ մարդիկ իրենց էջերը տարան դա եւ հիացել են ձեր թատերագիտական, այսպես նուրբ մոտեցման համար շատ դիպուկ այնտեղ բաներ եք։ Շնորհակալ եմ, մի փոքր քննադատություն կար նաև, վստահ եմ, որ դա պետք է լինի, ես շատ մեծ սիրով օրինակ ուզում եմ լսել քննադատություններ, մինչև օրինակ իմ գիրք տպագրելը կամ դեր խաղալը, բազմաթիվ մարդկանց ասում եմ, դիտեք, ջարդուփշուր արեք, եթե վատ է, այսինչ տեղերը ասեք, այնպես որ սիրում եմ առողջ կառուցողական քննադատությունը։ Այո, շնորհակալություն։ Ես ուզում եմ անդրադառնանք առհասարակ թատրոնին։ Երկար տարիներ այս տաղավարից տարբեր առիթներով խոսել ենք թատրոնի մասին, հատկապես Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, ես չեմ ալարում ամբողջական անվանումը միշտ հնչեցնել, եւ եղել են վերելքների, վայրեջքների տարիներ, շրջաններ, եղել է որ մեկ անձով է պայմանավորված եղել թատրոնի փրկությունը, թատրոնի լավ օրերը, եղել են նաև
ուղղակի անհուսալի շրջաններ, հիմա ինչ վիճակում է մեր թատրոնը։ Այսպես միանշանակ պատասխան տալ չեմ կարող, բայց վերջերս ձեր ասած հենց Չարենց ներկայացումով մեր թատրոնը փայլատակեց։ Իհարկե դրանից առաջ էլ տեղի ունեցան հետաքրքիր ներկայացումներ, չեմ կարող դրանք չնշել, բայց Չարենցը այսպես մոբիլիզացրեց եւ անգամ Գյումրուց, Երևանից եւ այլ քաղաքներից գալիս են դիտելու մեր ներկայացումը։ Բայց գիտեք, այս Չարենցի մեջ ինչն էր նաև ուշագրավ, մի տեսակ դրամատուրգիան, չգիտեմ, կարող է ինձ է թվացել մի քիչ թույլ էր, գուցե նրանից է, որ հեղինակը Վալերի Փիլոյանը դրամատուրգ չէ եւ Չարենցի վերջին գիշերը ասում են հիանալի գործ է, բայց երբ որ այն վերեացվել պիեսի, գուցե ինչ որ թերություններ են եղել, շտկելու կարիք կար, դուք եք այդպես կարծում։ Գիտեք, Դավիթ Գասպարյանի գրքից կան այնտեղ հատվածներ, կան այլ գրականագետներից հատվածներ։ Պարոն Փիլոյանը շատ առատ նյութ է հավաքել եւ կարողացել է դրանք շարադրել։ Բայց մեր դերասանների ընդվզումը որտեղ էր, որ բոլորը բողոքում են, որ շատ դրվագային են կերպարները եւ ինչպես դրամատուրգիայի դասական օրենքներով պիտի ամեն կերպար ունենա իր զարգացումը։ Օրինակ իմ կերպարը ինքս եմ շատ տեսարաններ այսպես հավելել եւ փորձել ենք մենք բեմադրիչի հետ ստեղծել կերպար, որպեսզի իմանանք Մուղդուսին էլ ինչեր է արել։ Միայն հարցաքննության տեսանը որ կար գործի մեջ, դա բավարար չէր։ Այո։ Դժվար է շատ նման պատմական գործեր գրելը եւ չունենալ խոցելի տեղեր, դրա համար ես չեմ կարող միանշանակ ասել, որ գործը կատարյալ էր կամ թերի էր։ Չկա կատարյալ գործեր չեն լինում, ամենտեղ էլ կարող ես թերություն գտնել, բայց դերասանը ինքն էլ պիտի կարողանա բացը լրացնել, եթե կա դրամատուրգիայում, այնպես որ ստեղծագործական աշխատանք է, պիտի ինքդ զգաս ինչ պիտի հավելել, պակասեցնել, օրինակ կային տեսարաններ, որ հանվեցին, որովհետև շատ էր երկար, այդ բանաստեղծական շարքեր կար, որ արտասանում էր Չարենց բան, դրան կարող են ձանձրացնել հանդիսատեսին։ Պիտի թողնել այն, ինչը որ էական է, ինչը որ կարող է կրակել հանդիսատեսի սրտին ու մտքին։ Այո։ Երկիրն այրին էր ավելի շատ իշխում, ես կուզեի նաև ձեզ էլ ասեցի, մի քիչ Չարենցի նաև քնարական գուցե երկտողեր ինչ որ մտնեին տառապանքի ցավի տեսարանի մեջ, այդ սիրո նաև ինչևէ ստացված էր, բայց մենք վերադառնանք թատրոնի խնդիրներին։ Հա, թատրոնի խնդիրները իհարկե այդ մասին ես շատ այսպես կոմպետենտ չեմ, որ այդ մասին ներկայացնեմ, ես կարող եմ իմ դիրքերից ինչ որ զգացել եմ, դիտել եմ, որ կա, իհարկե առաջնահերթությունը կապված է ֆինանսի հետ, ինչպես մի շարք տեղերում, բայց շենքի խնդիր կա այսօր, որովհետև ոչ բարվոք վիճակում է եւ մեզ շատ անհանգստացնում է, եթե այն հիմնահատակ քանդվի մյուս տարի, ինչպես ասում են, եւ որտեղ պիտի լինի թատերախումբը, երբ պիտի կառուցվի այդ շենքը, արդյոք ունենանք այն հրաշալի ակուստիկան, որ մեր թատրոնը որով պարտանում է, եւ շատ այլ նման հարցեր կան։ Թատրոնը մեր թատերական բուհի շնորհիվ կադրերով հարստանում է, բայց ես կողմ չեմ, որ շատ լինի խումբը եւ չստանան այնքան աշխատավարձ, որ մարդիկ ստիպված վազեն 6-7 գործ անեն։ Բայց դա գլոբալ խնդիր է։ Երևանում, ասենք, մեկ թատրոնում չեն աշխատում 5-6 տեղեր, ֆիլմեր, սերիալներ, ռադիո եւ այլն։ Մարզերում բարդ է։ Մարզերում քիչ է, եւ թատրոնները քիչ են, ֆինանսավորումը քիչ է։ Չգիտեմ, շատ դժվար է այդ առումով, բայց պիտի ուժ գտնես քո սիրած գործով զբաղվելու։ Այո, եւ նաեւ հանդիսատես չկորցնելու միշտ երևի խորհրդային միության շրջանում էր, որ խնդիր չկար հանդիսատեսի եւ եկավ շրջան, որ իսկապես հանդիսատեսը գնաց մեջքով շրջվեց դեպի թատրոնը, ոչ թե երևի ավելի շատ նրա համար, որ
վատն էին ներկայացումները, խաղացանկը, այլ գուցե ժամանակներն էին այդպիսին, բայց փառք ու պատիվ մեր Վանաձորցի հանդիսատեսին մեծ մասը ետ վերադարձավ։ Ես էլի գնամ դեպի Չարենցի օրը տեսա հիանալի հանդիսատես, կապված բեմի հետ հանդիսատես, որը եւ ցավը եւ տառապանքը եւ բոլոր էմոցիաները լուր տանում էր, որովհետեւ այդպիսին էր։ Ես չլսեցի հեռախոսազանգ դահլիճից, ես չլսեցի շոկոլադի թղթի ձայներ։ Ներողություն եմ խնդրում, ես ուզում եմ հատուկ, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր հատկապես Վանաձորցի հանդիսատեսին, որոնք փողոցում կարող են մոտենալ, բարևել, ինչ որ շնորհակալություն հայտնել, կամ ուղղակի ժպտալ, կամ չգիտեմ, գրել նամակներ եւ իրենց սիրով մեզ մոռացնել են տալիս, ասենք, քիչ աշխատավարձերը կամ քիչ հոնորարները։ Այո, պետական վերաբերմունքը թատրոնների հանդեպ նույնն է եւ մայրաքաղաքում գործող թատրոնների եւ մարզերում գործող թատրոնների արդար է արդյոք։ Գիտեք, պետական որոշ ինչ որ չափանիշներ են դրել հենց նույն նախարարությունից, ասենք դրամաշնորհային ծրագրեր, առաջարկներ կան տարբեր բաներ, որոնք մրցութային կարգով են տեղի ունենում եւ թատրոններին առաջարկում են դուք դիմեք, արեք, մենք էլ մեր հնարավորության չափով աջակցենք, բայց ես այդքան էլ չգիտեմ, ինչքանով է արդար գնում, ինչքանով են աջակցում, ինչքանով է այս ամեն ինչը բարենպաստ թատրոնների համար, բայց գիտեմ, որ կան ծրագրեր։ Երևի այսքանը։ Գիտեք, ցանկացած ոլորտի եկավ թվային դարաշրջանը եւ սկսեց մեկին օգնել, մյուսին խանգարել, կամ օգնել եւ խանգարել միաժամանակ, նույնիսկ մեր ոլորտը, որը կես քայլ այն կողմ էր թվային աշխարհից, միևնույնն է, մենք էլ ավանդական հեռուստատեսությունը խեղճացավ, թեև մենք շատ արագ տեղափոխվեցինք նաև թվային աշխարհ, ես ուզում եմ հասկանամ, այս համացանցը, սոցիալական ցանցերը, TikTok, YouTube եւ այլն, այս ամենը աջակցում են ձեզ, թե խոչընդոտում թատրոնի գործունեությանը։ Նայած ինչպես ես օգտագործում։ Այսօր առանց այդ թվային տեխնոլոգիաների չի կարող որևէ թատրոն առանց գովազդի, PR-ի գոյատևել, բայց դրանք, այո, մրցակից ինչ որ գործոն են դարձել թատրոնների համար։ Դու պարտավոր ես որպես թատրոն հետ չմնալ։ Այնպիսի ձևեր գտնել, որոնք որ քաշեն հանդիսատեսին բերեն թատրոն։ Նայես դու ինչպես ես օգտագործում։ Դա կախված է թատրոնից, կախված է ղեկավարներից թատրոնների, գեղարվեստական կամ գլխավոր ռեժիսորներից, պիտի ճիշտ օգտագործել եւ բոլորովին չվախենալ այդ մրցակցությունից։ Լավ գործի համար հանդիսատեսը կգա, թեպետ կամ փաստեր, որ գործ այնքան էլ լավը չէ, կամ ուղղակի էկրաններից հայտնի է այսինչ դերասանը, որքան էլ ցածր մակարդակի ինչ որ նյութ մատուցի հանդիսատեսին կարող են 5000-ից 7000 դրամ տոմս գնել եւ գնալ դիտել եւ թատրոնում ասեղ գցելու տեղ չլինի։ Այնինչ կարող է դասական հրաշալի գործ լինել, բայց դալիճը ոչ այնքան առատ լինի։ Պարոն Զոհրաբյան, թատրոնում դուք աշխատում եք որպես դերասան, բայց նաև միաժամանակ շատ մեծ պատասխանատվություն ունեք կադրերի հարցում, որովհետև Լոռու մարզում, Վանաձորում թատրոնի համար կադրեր պատրաստող պրոֆեսիոնալ, բարձրագույն պետական բուհ եք ղեկավարում, բուհի մասնաճյուղ, այո, եւ արդեն, եթե չեմ սխալվում, 6 տարի, հա? Եթե Կարծեմ։ Այո, ինչ կադրեր եք տվել մեր թատրոնին, թատրոններին եւ արդյոք արդարացված է բուհի մասնաճյուղի գոյությունը Վանաձորում։ Ասեմ շատ
ռազմավարական կարևոր նշանակություն ունի մեր բուհը, որովհետև Լոռու մարզի միակ մշակութային բուհն է, եւ այսօր երբ որ տեսնում ենք թատրոնի դերասաններին, հատկապես վերջին 15 տարվա նոր կադրերը կամ պարարվեստի ճյուղով հենց նույն մեր հորովել անսամբլը, այնտեղի կադրերի երևի 90%-ը մեր բուհի շրջանավարտներն են, անգամ վերջին այս ներկայացումը պարային տիրուհիները եւ դիտեցի, ես շատ հպարտությամբ էի դիտում, որ մեծ մասը մեր տված շրջանավարտներն են, մեր բուհի։ Նաև ես հիշում եմ, որ հեռուստաընկերություններում էլ այդպես աշխատել են մեր շրջանավարտներից, տնօրենների պաշտոններ են զբաղեցրել եւ հիմա էլ զբաղեցնում են տեխնիկային թատրոնի եւ բոհեմ թատրոնների այսօրվա ժամանակավոր պաշտոնակատարները տնօրենի, հիմա այդպես է կոչվում, իրենք մեր բուհն են ավարտել, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, այսպես շատ կարևոր դեր ունի մեր բուհը, եթե չլինի Երևանից չեն գա այստեղ, եթե չլինի այս բուհը, համարեք, որ այս մարզում կմեռնի մշակութային ապագան, բայց շնորհիվ Սոս Սարգսյանի եւ մեր մյուս մարդկանց այո կարողացանք շարունակել նրանց մեծ գործը, հիմնադրած գործը շարունակել եւ ի լրումն դրանց կարողանալ պատրաստել կադրեր։ Իհարկե բուհը տարիներ առաջ շատ բարդ վիճակում մեջ էր, երևի բոլորին դուք ընդունեցիք այո հայտնի է թե ինչ ժառանգություն ստացա, օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով շատ ամեն ինչ վատթար վիճակում էր, բայց այսօր մենք դարձել ենք բազմաթիվ առումներով մրցունակ, հրաշալի դասախոսական կազմ ունենք, շնորհալի ուսանողներ ունենք, բայց վերջին տարիներին ասեմ դերասանական բաժնում հաճախ են կտրվում։ Ինչ է պատճառը, գուցե Երևանում շատ խիստ են դատում, հա, մեր դիմորդներին շատ խիստ են վերաբերում։ Գիտեք, եթե այդպես դատեին վերջին 20 տարիներին, գուցե ընդունվածների 70%-ը չլիներ։ Եվ ոչ միայն այստեղ, բոլոր թատրոններում, որ արդեն ընդունվել են, եւ աշխատում են դերասան այդ կադրերը։ Գուցե ճիշտ է, այո, թատերական բուհը պիտի դառնա երազանքի վայր։ Պիտի երազանք դառնա ընդունվելը, բայց եթե թողներեն վերջին տարիներին ընդունված մեր դիմորդները, բայց այն չէին։ Եղել է, որ 9 տեղի համար եղել է 9 դիմորդ եւ 8-ը կտրվել են։ Լավ, ինչ անենք։ Դել չեն ցանկանում դերասան դառնալ, չէ՞։ Շատ են ցանկանում։ Երազանքի մասնագիտությունը ինչպես եք ասում։ Շատ են ցանկանում, բայց պիտի իրենց շատ սթափ նայեն, իրենք արդյոք կարող են շատ լավ երգել, շատ լավ պարել, շատ լավ խոսել, պիեսներ կարդացած գան, ամեն ինչ այսօր պետք է ունիվերսալ լինի դերասանը եւ կարողանա ամեն ժանրաձևում էլ պրոֆեսիոնալ եւ փայլուն ելույթ ունենալ, դրսևորվել։ Գալիս են չկարդացած, գալիս են լեզվական արատներով։ Այո, այդ խնդիրը կա։ Այդ խնդիրը հիմա թատրոնում կա, ես այն օրն էլ նկատեցի, կա ու ցավոք լավ չէ։ Դերասանն էլ այո պետք է միշտ լինի, այսպես ասած, ֆորմայի մեջ, միշտ պետք է դա պահպանի, կապ չունի։ Շատ լավ, շնորհակալություն եւ այս տարի ես ուզում եմ էլի վերադառնալ, գուցե այս հատվածը նաեւ կտրենք առանձին որպես առանձին բովանդակություն կոնտենտ տարածենք համացանցում երիտասարդների այս տարվա շրջանավարտներին է վերաբերում, ինչ անենք, որ եւ բուհը ուսանողներ ունենա, մեր բուհի մասին է խոսքը, թատերականի, հա ես այսպես մեր եմ ասում, եւ նաեւ որակյալ կադրեր կան, գուցե նաեւ գովազդի խնդիր ունենք, չգիտեմ, ինչ քայլեր եք ձեռնարկում, եթե այս տարի էլ չունենանք ուսանողներ, արդեն վտանգի տակ է, չէ՞, մեր թատերական բաժինը եւ կստացվի, որ մենք պարարվեստի բուհ ենք։ Ասեմ, որ այո, պարարվեստը հատկապես այս վերջին տարիներին շատ բարձրացավ, որովհետև դասախոսները լավ են աշխատում եւ շնորհալի
երեխաներ են գալիս, մենք երևի մի 4-5 հոգի ունենք, որ ցանկացած եվրոպական բեմ կարող են զարդարել մեր պարարվեստ բաժնում սովորող ուսանողներից։ Իրոք հիացնում են։ Դե կան, որ շնորհալի են նայած ով ինչ չափով։ Ինչ վերաբերում է դերասանական բաժնին, համամիտ չեմ, որ մենք վտանգում ենք, որովհետև թատրոններում այնպես չէ, որ շատ տեղեր կան, թեպետ բոլոր շնորհալիների առաջ միշտ դռները բաց է, երևի բոլոր թատրոնների, բայց ես խոսում եմ մեր թատրոնի անունից։ Գալիս են, մենք չունենք դիմորդի խնդիր, քիչ չեն այնպես, որ գալիս են, քիչ չեն, դրա խնդիրը չկա եւ հատկապես վերջին տարիներին մենք գրանցեցինք փաստացի, որ դերասանական բաժնում ամենաշատ դիմորդ ունեցել ենք հատկապես վերջին տարիներին։ Այլ խնդիր է, որ շնորհքի պակաս կա եւ կտրվում են, ով է մեղավոր, բուհը մեղավոր չէ։ Հա, օժտվածության Եվ այս դեպքում ես մի անգամ անձամբ հենց ասել եմ եւ խոսել եմ տիկին նախարարի հետ, որ այո, պիտի ուշադրություն դարձվի ոչ թե քանակին, այլ որակին։ Այն որ ասում են 1 կա 1000 արժե, այո, եթե մենք ամեն կուրսից 1 կամ 2 դերասան տանք, համարեք, որ շատ մեծ գործ ենք արել, որովհետև չեն կարող բոլորն էլ լինել շատ տաղանդավոր։ Շատ լավ, մարզային մշակութային հաստատություններ, ոչ միայն մեր թատերական բուհը, նաև Վանաձորի պետական համալսարանում էլ արվեստի բաժին կա եւ քոլեջներում են, այս ամենը համապատասխանում է ժամանակակից աշխարհի պահանջներին։ Ես հասկանում եմ, որ հեռուստատեսությունը, պարը, չգիտեմ, թատրոն եւ այլն, սրանք ավանդական միշտ, բայց նաեւ ժամանակաշրջանն է նոր պահանջներ բերում։ Տեսեք, դուք ասացիք ցանկացած 3-4 բարող կամ, որոնք ցանկացած եվրոպական բեմ կզարդարեն, այսինքն նրանք համապատասխանում են ժամանակակից պահանջներին։ Այս մշակութային միջավայրում, այս ուսումնական հաստատություններում արդյոք կարևորում են այդ խնդիրը։ Շատ կարևոր հարց եք տալիս եւ շատ իմ սրտից։ Ամեն ինչ չէ, որ համապատասխանում է, խոսում եմ ընդհանուրի մասին։ Ես չեմ կարող անատական այդպես համալսարանների կամ բուհերի մասին խոսել, բայց գիտեմ ընդհանուր երևույթը։ Տեղյակ եմ եւ ուսումնասիրում եմ եւ այսպես ասած դրա մեջ ենք։ Նայած ղեկավարի, նայած կուրսի ղեկավարի արվեստանոց, նայած կուրս շատ կարևոր է մեթոդոլոգիան, բայց նաև կարող ես ունենալ շատ լավ պահանջներ, որպեսզի ուսանողներին հասու դարձնես այս կամ այն կարևոր արվեստի իրադարձությանը, որպեսզի ասենք, օրինակ ուզում եմ ինչ-որ երկրից հրավիրել շատ լավ մասնագետ, որպեսզի վարպետության դաս տա, բայց այդ ամեն ինչը կախված է ֆինանսների հետ։ Հիմա ես հասարակ բան ասեմ, դա գաղտնիք չէ։ Օրինակ դուք հարցրիք ուսանողների հավաքագրմանը, չէ՞, ինչպես ներգրավել, ինչպես բերել։ Ես անձամբ շատ բաց կարող եմ ասել, որ իմ անձնական միջոցներով, որ այն բան չէ, այդպես ես Մանթաշովի թոռը չեմ, այո, այն անձնական միջոցներով գնում եմ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, դասարան առ դասարան, եւ ով պետք է մտածի այդ մասին։ Ես պարտավոր եմ դա միշտ անել։ Պիտի մեխանիզմը գտնվի, այո, փառք Աստծո, գտնում ենք միջոցները։ Հիմա չեմ բողոքում, որ ասեմ, ուղղակի հիմա առիթը եկավ ասում եմ, որ պիտի այդ ֆինանսական միջոցները մեզ չխանգարեն։ Հիմնականում դա է պատճառը, բայց դա, եթե դու ցանկություն ունես, անգլերեն այդպիսի ասացվածք, այդ ցանկություններ ճանապարհ գտնվում է։ Այո։ Դու կարող ես էլի անել։ Դրա համար էլ օրինակ մեր բուհում վերջին շրջանում ռեկորդային թվով եղան վարպետության դասեր։ Ես ուզում եմ, որ ուսանողը ոչ միայն շփվի դերասանի կամ պարողի հետ, այլ տարբեր բնագավառի արվեստագետների հետ եւ հանկարծ չմտածի, որ ես մարզում եմ գտնվում եւ հեռու եմ կենտրոնից եւ ցանկացած արվեստագետ ասել եմ, եթե դուք ուզում եք հանդիպել կամ վարպետության դաս ունենալ, ինձ ասեք, կապ չունի ոնց, ինչ դժվարությամբ, բայց հրավիրում ենք, գալիս են եւ շատ հետաքրքիր վարպետության դասեր են անցկացնում այստեղ։
կապված է պահանջների իրագործումը տվյալ մասնագետի հետ։ Երբեմն վաստակավոր արտիստ կարող է լինել արդեն տարիքն առած եւ նա ցանկություն չունի, որ գնա 21-րդ դարի վարպետաց դասերին մասնակցի, որովհետեւ իրեն թվում է, որ ինքը ամեն ինչ գիտի։ Ինքը կարող է ուսուցանել, բայց դա այդպես չէ։ Արվեստում միշտ մեծամտությունը Այո, խանգարել է եւ մեծամտությունը տարիք չի հարցնում, էդ էլ ասեմ, այնպես որ ինչքան դու շատ գիտես, այնքան չես կարող մեծամիտ լինել։ Եվ բնականաբար նման մասնագետներին դուր չի գա, որ դու պահանջես, ասես ոչ, դու պետք է գնաս 21-րդ դարի նոր ամեն օր է փոխվում ամեն ինչ, նոր ձևափոխումներին տիրապետած գաս եւ այդ ամեն ինչը փոխանցես քո ուսանողներին։ Դրա համար ավելի լավ է ընտրես այնպիսի կադրեր, որոնք սիրում են իրենց վրա աշխատել եւ ստաժը դեռ վաստակ չէ։ Դուք այն եզակի արվեստագետներից եք, որը գիտական աշխարհում է նաև ներկայացված, բանասիրական գիտությունների թեկնածու եք եւ ուրախալի է, որ շարունակում եք ապրել նաև գիտական կյանքով, թեև խնդիր կա, այսօր մեր արվեստագետներից 99%-ը չկա այս աշխարհում, չեն մտածում գիտական թեզեր գրել, ինչ որ նոր բաների մասին մտածել, իրենց գաղափարները գեներացնել նաև որպես գուցե գիտական բառ է այդքան էլ տեղին չի, բայց ինչ որ նորամուծություն, որը իրենց եւ փառք կբերի եւ նաև ինչու ոչ դասագրքեր կտպագրվեն, ուսանողները կուսանեն, այս մասին ինչու դրամատուրգիան արդի չկա, որի գծով եք, չէ՞ դուք կարծեմ պաշտպանել գիտական։ Այո, Վիլյամ Սարոյանի փոքր դրամաների գծով, բայց հիմնական իմ ուսումնասիրության տիրույթը դրամատուրգիան է։ Դե դրամատուրգիան մենք գիտենք, որ կաղում է Հայաստանում, ժամանակակից դրամատուրգիան, այսինքն եթե կան գործեր շատ լավն են, բայց քիչ են, չկան, դրամատուրգներ քիչ ունենք, ինչով է պայմանավորված։ Այս մեծ խնդիր բարձրացրեցի, գուցե խոսեք ընթացքում էլի կքննարկենք։ Այո, շատ կարևոր խնդիր եք շոշափում։ Դրամատուրգիա ունենք, ավելին, ասեմ, 21-րդ դարում ենթաժանրային առումով ամենահարուստ դարաշրջանն է։ Սունդուկյանի, Պարոնյանի կամ մեր մյուս մեծ Լևոն Շանթի եւ մյուսների ժամանակ չի գրվել մոնոդրամա, չենք ունեցել տրագիֆարս, բայց ձայն մարդկայինը երբ է գրվել։ Ձայն մարդկայինը, ես նկատի ունեմ ազգային դրամատուրգիան։ Այո։ Մեր ազգային դրամատուրգիայի մասին եմ խոսում, Ժան Կոկտոն դե Ֆրանսիայում է գրել։ Մի խոսքով տարբեր ենթաժանրեր կան, որոնք մեզ մոտ վերջ 20-րդ դարի վերջում եւ 21-րդ դարում հատկապես շատ ակտիվացան եւ հարստացավ մեր դրամատուրգիան։ Երևի մի 700-ից ավելի գործ է գրվել։ Ուր են այդ գործերը։ Թատրոններում կան այդ գործերը բեմադրված։ Թատրոններում կան, շատ չեն եւ թատրոնները հրաժարվում են բեմադրել արդի դրամատուրգների, որովհետեւ պետք է վճարեն։ Իսկ եթե 70 տարին անց է լինում, այսինքն հեղինակային իրավունքի խնդիր չկա, այսինքն արդեն գրողի գործը հանրային է, հանրային սեփականություն է, իլ չեն կարող վճարել, եւ սա թատրոնները գերադասում են ոչ կենթանի գրողների։ Պետությունը ուր է այստեղ այս դեպքում չի օգնում։ Այս հարցում պետությունը պետք է շատ լուրջ մտածի արդի հայ դրամատուրգների մասին, որովհետեւ ունենում են միջազգային հաջողություններ կամ գրվում են բազմաթիվ ատենախոսություններ եւ այնտեղ տեսնում ես չկան դրամատուրգիայի մասին։ Վերջերս ես շատ կարեւոր մի ուսումնամեթոդական ձեռնարկ գրեցի, մեթոդական ավելի ճիշտ, դրամայի տեսության եւ այնքան ուրախ եմ, որ տարբեր քաղաքներից, դու գիտեք ինչքան նամակներ ստացա անծանոթ մարդկանցից, որոնք ուզում են ուղարկեք գիրքը, որքան պետք է վճարենք, չգիտեմ,
եւ ուրախացած որ տարբեր անգամ հեռավոր Սյունիքի մարզ, Գորիս, Կապան, Գյումրի եւ այլ տարբեր քաղաքներ։ Դուք վերջերս նաեւ Վիլյամ Սարոյանի պետական միջազգային մրցանակ ստացաք։ Դժվար է արդյոք հասնել այդ միջազգային մրցանակ։ Գուցե մարդիկ վախենում են այդ ճանապարհը երկար է, բարդ է, ո՞նց հասակ այդ մրցանակին։ Գիտեք ինչ, այ տեսնում եք, շնորհակալ եմ, որ նշեցիք, հայ դրամատուրգը կարող է միջազգային մրցանակ բերել Հայաստան, բայց այդ մասին, չգիտեմ, չիմանան ոլորտի մարդիկ կամ իմանալուց հետո այդպես, չգիտեմ, երևի անտարբերություն կա կամ չեն գիտակցում կամ լավ չգիտեն դրամատուրգիա։ Ես ասեմ, շատ քիչ գրականագետներ կան, որոնք գիտեն դրամատուրգիա։ Ավելին, երբեմն խայտառակ այնպիսի սխալներ ես դիտում, որ դրամատուրգիայից եւ դրամայի տեսությունից բոբիկ է մարդը եւ նա գիտության մարդ է համարվում։ Իհարկե չես կարող ամեն ինչ շատ լավ իմանալ, բայց բաներ կան, որ դու պարտավոր ես իմանալ եւ պիտի ուսանողներին, հատկապես երևի գրականության ինստիտուտը վերջերս եմ այդ մասին այնտեղ խոսել, պիտի ուղղորդեն, խոպան հողեր են դրամատուրգիայի արդի։ Հոմենակ այդ արձակը պոեզիան չեն, բայց դրամատիկական սերին առնչվող այդ ոլորտին առնչվող ինչու չեն պաշտպանություններ լինում, ատենախոսություններ գրվում, մենք ունենք հետաքրքիր գործեր, իսկ առանց ազգային դրամատուրգիայի չի կարող ազգային թատրոն լինել։ Այս մասին պիտի մտածեն վերևներում, այո, հատուկ ուշադրություն, մենք չպետք է որ կախված լինենք, սպասենք թե ինչ պիտի անեն։ Ես Փառք Աստծո բազմաթիվ հրավերներ եմ ստանում տարբեր թատրոններից եւ երբ որ Գերմանիայում ներկայացնում է Հայաստանը եւ վարպետության դասերի էի մասնակցում նաեւ, այնտեղ ամենաշատ բեմադրված հեղինակը ես էի։ Ես դա չեմ կարող ուրանալ, ես դա շատ գնահատում եմ, բայց պետք է այլ լինեն, պետք է իհարկե դրամատուրգն էլ ինքն էլ պիտի շատ լավ ուսումնասիրի, դրամա գրելը շատ դժվար է։ Շատ դժվար։ Այսօր ինչու սցենարիստների մենք խնդիր ունենք, որովհետև այդ կանոններին չեն տիրապետում։ Գիտեք, բանասիրական ֆակուլտետում շատ դժվար են պիես կարդում, զլանում են, չեն կարդում, պիեսներ կարդալը դժվարացել է արդեն, խնդիր է դարձել։ Այո, շատ բուհերում չգիտեն դրամատուրգիա, դրամայի տեսություն, բայց Փառք Աստծո վերջին տարիներին մեր համալսարանում, Վանաձորի պետական համալսարանում մտել է առարկա դրամայի տեսություն եւ այնտեղ ուսանողները շատ մեծ հաճույքով կարդում են պիեսներ, վերլուծում, անգամ որոշ կուրսեր կան, ինձ ուղղակի հիացնում են իրենց ակտիվությամբ։ Իսկ դուք ինձ հիացրեցիք այսօրվա մեր հարցազրույցով, պարոն Զոհրաբյան, հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ այս հիանալի հարցազրույցը Էլֆիկ Զոհրաբյանի հետ էր, որը Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասան է, ինչպես նաև կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ղեկավարը, մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր, դափնեկիր, դրանք անթիվ են անհամար եւ շարունակեք եւ ստեղծագործել եւ գիտական աշխարհում ապրել հանուն հաջորդ սերունդների։ Շնորհակալ եմ սիրելի Նարինե, շնորհակալություն նաև ձեզ, ձեր հավասարակշիռ հետաքրքիր հարցերի համար եւ շնորհակալություն ձեզ եւ առիթ է որ գնահատանքի խոսք ասեմ նաև ձեզ, որովհետեւ մեր քաղաքի ոչ միայն մարզի եւ մի շարք կարևոր հարցադրումներով ձեր գործունեության մեջ անդրադարձել եք եւ շատ կարևոր դերակատարում եք ունեցել, իսկ դա պիտի նշվի, գնահատվի, այնպես որ ձեզ էլ շնորհակալություն։ Եթերում Իմպուլս փոդքասթներ կհանդիպենք։